Դուք ուզում եք հիպոթեկով Հայաստանում անշարժ գույք ձեռք բերել, բայց ապրում եք արտասահմանում, չէ, սա գովազդ չէ, սա քաղաքացիական օրենսգրքում առաջիկայում սպասվող նոր փոփոխությունն է, որի համաձայն արտերկրում ապրող ցանկացած անձ կարող է Հայաստանում հիպոթեկով անշարժ գույք ձեռք բերել հեռավար կարգով, առանց Հայաստան այցելելու, իսկ կարգ ու վաճառքի պայմանագիրը ստորագրել առանց նոտարի վավերացման։ Անցյալ շաբաթ ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստին քաղաքացիական օրենսգրքում եւ դրանքից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթիկ քննարկման ժամանակ կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ներկայացրեց նոր նախաձեռնությունը։ Այս հնարավորության ներդրմամբ մենք տալիս ենք հնարավորություն, երբ որ քաղաքացին, ով ուզում է գույք ձեռք բերել, վաճառողը ով վաճառողն է եւ համապատասխան գործարքը կնքվում է հիպոթեկային վարկավորմամբ, ապա իրենք իրար մեջ այդ երրակողմ պայմանագիրը ստորագրեն եւ էլեկտրոնային համակարգով բանկը ներկայացնի կադաստրի կոմիտեի իրավունքի պետական գրանցման։ Այս փոփոխությունները միտված են լուծելու մի քանի կարևոր խնդիրներ, առաջինը դրանցից այն է, որ ստեղծվում է հնարավորություն, որ Հայաստանի Հանրապետությունից դուրս գտնվող մարդը, ով ցանկություն ունի ներդրում կատարել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի մեջ, այլևս կարիք չի ունենա որևէ լիազորագիր տալ, այնուհետև այդ փաստաթղթերը ապոստիլ անել։ Իսկ հիմա ավելի պարզ լեզվով Լոնդոնում ապրող քաղաքացին ցանկանում է Հայաստանում անշարժ գույք ձեռք բերել։ Նա օնլայն հարթակներում գտնում է իրեն հարմար բնակարան, կապվում հայկական տեղական բանկերից մեկի հետ, բանկը ձևակերպում է հիպոթեկը, էլեկտրոնային եղանակով գեներացնում արկու վաճառքի մասին պայմանագիրը եւ այն առանց նոտարի վավերացման ուղարկում կադաստրի պետական կոմիտե։ Ամբողջ գործարքը տեղի է ունենում առանց այդ հիպոթետիկ բրիտանացու ֆիզիկական ներկայության։ Թվային տեխնոլոգիաների դարաշրջանում չնախատեսել թվային տեխնոլոգիաների միջոցով գործարքների վավերացման, իրականացման հնարավորություններ եւ ընթացակարգեր մեղմ ասած անթույլատրելի է։ Եվ պետք է նախատեսվի նմանատիպ հնարավորություն, որովհետեւ ժամանակը հոսում է եւ գլոբալիզացման ժամանակաշրջանում անհրաժեշտ է հետևել միջազգային թրենդերին, միջազգային ժամանակակից տեխնոլոգիաների լուծումներին, որոնք միտված են մարդու կյանքը հեշտացնելու, մարդու գործելակերպը եւ ժամանակը տնտեսելուն։ Ծանոթացա վերջի օրենքներից էլի մեկին, որը վերաբերվում էր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, բացառապես, ովքեր կարող էին կադաստրի կոմիտեի կայքով, ԵՍՄ-ով նույնականացվելով կատարել առու վաճառքի կամ տարբեր այլ գործարքներ։ Դա վերաբերվում էր այն գործերին, որ այս պահին էլ կա, օրինակ նոտարական վավերացում պահանջվում են բարդ գործարքները կամ պարզ գործարքներ կառավարության կողմից անմանված ձևաչափով, որը հնարավոր է կադաստրի կոմիտեում անել ֆիզիկապես ներկա լինելով, իսկ այս համակարգով օրինակ թույլ էր տալիս, որ մեր քաղաքացիները գտնվելով արտասահմանում օնլայն կարողանային մտնեն կադաստրի կոմիտեի կայք, իրենց էջը, ԵՍՄ-ով նույնականացվեն եւ գործարք անեն։ Օրենսդրական նախաձեռնությունը ընդհանուր առմամբ դրական է, դա հնարավորություն է տալիս հետևելով նաև միջազգային լավագույն ստանդարտներին եւ փորձին հայաստանյան իրականության մեջ ներդնել էլեկտրոնային ստորագրության միջոցով գործարքների վավերացման հեռավար կարգով ինստիտուտ, որը հնարավորություն կտա մեր բազմաթիվ հայրենակիցների, ովքեր գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս եւ ունեն խնդիր լիազորագրի վավերացման եւ լիազորված անձի միջոցով ֆիզիկապես Հայաստանում ներկայացուցչություն ապահովելու տեսանկյունից հնարավորություն կունենան էլեկտրոնային թվային ստորագրության միջոցով էլեկտրոնային կարգով վավերացնել գործարքներ պայմանով, եթե գործարքի մի կողմ է հանդիսանում կառուցապատողը, մյուս կողմ նաև բանկը կամ վարկային կազմակերպությունը։ Ինչքան շատ գործիքներ լինեն Հայաստանի Հանրապետությունում, որը թույլ կտա դրսից բարձեցված եղանակով մարդկանց անշարժ գույք ձեռք բերել, դա միայն տնտեսությանը օգուտ կտա, հնարավոր է լինեն տարբեր ռիսկեր, բայց նմանատիպ օրենքներ ընդունելուց կարծում եմ այդ ռիսկերը նախապես չեզոքացվում են կամ հաշվի են առնվում։ Սա հնարավորություն կտա առաջնային շուկայում նոր իրականացվող կամ ընթացքի մեջ գտնվող քաղաքաշինական ծրագրից վաճառքների գործընթացները ել ավելի դյուրինացնել, պարզեցնել, հնարավորություն կտա նաև բանկին իրականացնել հսկողական գործիքակազմեր, հնարավոր չարաշահումները կամ հնարավոր իրավունքի չարաշահման ենթադրյալ կանխավարկածները զսպելու տեսանկյունից, սա դրական առումով
Կարևոր է նաև այն, որ այսօր միջազգային շուկան եւ արտասահմանյան երկրները լայնորեն կիրառում են էլեկտրոնային թվային ստորագրությունների միջոցով անձի նույնականացումն ապահովելու եւ դրա հիման վրա գործարքները վավերացնելու ինստիտուտը եւ ողջունելի է, որ հայաստանյան իրականության մեջ եւս այս ինստիտուտը մուտք գործեց։ Բնականաբար սա չի բացառում նաև ավանդական նոտարական կարգով վավերացվող եւ ֆիզիկապես ներկայությունը ապահովող գործարքների ավանդական ինստիտուտը, սա զուգահեռ ինստիտուտ է եւ հնարավորություն է տալիս այն սուբյեկտներին, ովքեր ֆիզիկապես ներկայանալու հնարավորություն չունեն, օգտվել այս այլընտրանքային մեխանիզմից եւ ռեալիզացնել Հայաստանում անշարժ ձեռք բերելու իրենց իրավունքը։ Ուղղակի զուտ որպես մեխանիզմներ, ինչքան բարձրացվում է, ինչքան թվայնացման համակարգերը զարգանում են, այնքան դա բիզնեսին օգուտ է լինում, նույն ներդրումային միջավայրի բարելավումը տեղի ունենում, օրինակ տեսեք խոշոր ներդրողներ կան արտասահմանից, որտեղ մեծ պրոյեկտներ են կառուցում, իրաց համար շատ կարևոր է, որ այդ գույքերը իրացվեն։ Իսկ իրացվելու համար նախ պետությունն է սկսում բրենդավորել տարբեր միջազգային հարթակներում իր անշարժ գույքի շուկան, իսկ պետությունից հետո շղթայաբար տարբեր մարմին, օրինակ ասոցիացիաները, հետո գալիս են անշարժ գույքի գործակալությունները, տարբեր միջոցառում, օրինակ մենք Մոսկվայում տուն էքսպոյի ենք մասնակցում, շատ հրաշալի միջոցառում էր, գրեթե ամբողջ Հայաստանի անշարժ գույքի կառուցապատողները ներկա էին եւ եթե չեմ սխալվում 22 միլիոն դոլարի տուն էր վաճառվել 3 օրվա մեջ։ Ըստ կադաստրի կոմիտեի ղեկավարի այս նախաձեռնությունը հետապնդում է երկու հիմնական նպատակ։ Արտերկրում բնակվող անձը Հայաստանի անշարժ գույքի շուկայում կկարողանա ներդրում կատարել պարզեցված ընթացակարգով եւ երկրորդ կկրճատվեն նոտարական եւ այլ հավելյալ ծախսերը։ Ցանկացած վարկային միջոց, որ բանկերը տրամադրում են, նրանք ռիսկեր են գնահատում։ Օրինակ, երբ որ մեկը տուն է ձեռք բերում հիպոթեկով, այդ տունը գնում է գրավ։ Եվ այդ վարկ գրավ հարաբերակցությունը բանկը ռիսկերը գնահատում։ Օրինակ, եթե նկատել եք շատ դեպքերում 30% կանխավճարատեղեր կա, 10% կանխավճարը կախված այդ գույքի արժեքից։ Երբ որ Ուգանդայի քաղաքացին բնականի 30 կամ 40% վճարում է, մնացածը հիպոթեկով է ձևակերպում, բանկի ռիսկերը էական նվազում են, որտեղ այդ մարդը արդեն այդքան գումար է վճարել բանկին, որ այն մյուս կտորը հիպոթեկանի, եթե չվճարի էլ մեծ հաշվով բանկերը այդքան մեծ ռիսկ չեն ունենում։ Այսինքն այդ ռիսկ ունենումը արդեն տվյալ պետության քաղաքացին, ով որ գույք է ձեռք բերել։ Անձի վարկունակությունը, լինի նա ֆիզիկապես ներկա թե հեռավար, պարզում է բանկը։ Այսինքն դա բանկի գործառույթն է, պարզելու սուբյեկտի վարկունակությունը։ Դա մեկ։ Երկրորդ, վարկունակությունը ստուգելուց հետո բանկը գնահատում է իր ռիսկերը կամ վարկային կազմակերպությունի ռիսկերը եւ ռիսկի հաշվարկը կատարելու հիման վրա սուբյեկտին առաջարկում է վարկ համապատասխան տոկոսով։ Այսինքն դա բանկի ռիսկն է եւ այսօր ողջունելով պետք է ասել, որ մեր ֆինանսաբանկային համակարգը կայունության այն աստիճան բարձր մակարդակի վրա է գտնվում, որ կարողանում է գրագետ ֆինանսական հաշվարկված, հիմնավորված իր ռիսկերը գնահատել եւ գնահատված ռիսկերի հիման վրա ստուգել սուբյեկտի վարկունակությունը եւ տրամադրել համապատասխան վարկ։ Դա Եթե սուբյեկտը դրսում է ապրում, դա ավելի չի բարձրացնելու։ Տեսեք, դա բանկի խնդիրն է, եթե բանկը կկարողանա վարկավորել, վարկ ապահովել տվյալ սուբյեկտի համար։ Իսկ վարկ ապահովելու համար ինչ պետք է անի։ Բանկերը ստուգում են սուբյեկտի ֆինանսական շարժերը, հոսքերը, այլ երկրներում ունեցած կապիտալը, ակտիվները, գույքը, գույքային միջոցները, դրամական միջոցները, հոսքերը, այսպես շարունակ։ Այս ամենը ստուգելուց հետո, եթե բանկը հավուր պատշաճի իր գործառույթը իրականացնի եւ տեսնի, որ այո, անհրաժեշտ է տվյալ սուբյեկտին վարկավորել, դա արդեն բանկի ռիսկն է եւ բանկը իր ռիսկի հիման վրա իրականացնում է գործունեություն եւ եթե վարկավորում իրականացնի, ապա որևէ խնդիր չկա։ Սա այսինքն իրավունք է եւ որևէ պարտավորություն չէ։ Ֆինանսական շուկայի մասնակիցները, բանկերը, օգտվելով այս գործիքից արտասահմանյան սուբյեկտների վարկունակությունը եւս գնահատել դիմումատու սուբյեկտների, ովքեր ցանկանում են Հայաստանում անշարժ գույք ձեռք բերել։ Մի օրենքով բում չեն առաջացնում։ Ես տես մի օրենք գիտեմ, որը եղել է, բայց ժամանակի ընթացքում ստացվեց եկամտահարկի օրենքներ, եկամտահարկի վերադարձի օրենքը, որը սկզբից 3-4 տարին ընդհանրապես մարդիկ տեղյակ չէին դա ինչ է իրենց ներկայացնում։ Հետո ածնագնդիկի էֆեկտով տես մեծացել։ Տեսեք, տարբեր մեխանիզմներ, երբ որ ունենում է պետությունը, այդ բոլորը մի ամբողջական են դառնում եւ մեծ պահանջարկ են սկսում։ Օրինակ, երկրներ կան, իրանց մոտ կացության քարտեր են վաճառում, դիվիդենդներ են տալիս մարդկանց, բենեֆիտներ, ովքեր որ գույք ձեռք կբերեն այդ երկրում եւ արտոնություններ կունենան։ Օրինակ, տեսեք, մենք լիքը
հնդիկ ուսանողներ ունենք, չէ՞, որ ստեղ գայս է, թե չեմ սխալվում, իրենց կրթության այդ վճարը, ուսման վարձը էապես տարբերվում է մեր քաղաքացիներինից։ Կարելի է ենթադրենք իրենց ասել, եթե դուք գույք գնեք ստեղ օրինակ 40 միլիոն դրամի շրջանակներում, կստանաք ինչ-որ կացության քարտ 4 տարվա համար, օրինակ Կիպրոսում այդպես է, էլի, ասենք բազմաթիվ միջազգային դպրոցներ կան, մարդիկ գույք են ձեռք բերում այնտեղ, ստանում են բան, այնտեղի այդ կրթական համալիրներում իրենց երեխաների համար արտոնյալ պայմաններ սովորելու։ Պետություններն են սկսում բրենդավորել իրենց անշարժ գույքի շուկա եւ դա շղթայաբար ազդում է արդեն ամբողջ ոլորտի վրա։ Նույնիսկ Հայաստանում շատերը դեմ չեն լինի, որ այս օրենքը գործեր այլ երկրներում, իսկ շահառուն լինենք մենք ինքներս։ Բանկո Բրադեսկոյի միջոցով հիպոթեքով անշարժ գույք Ռիո դե Ժանեյրոյում, հենց օվկիանոսին մոտ։ Շատ լավ է հնչում։ Արդյոք այլ երկրներում կան նման օրենքներ, եւ որն է այն Հայաստանում կիրառելու հիմնական նպատակը։ Նախագծով առաջարկվող կարգավորումները նպաստում են նաև պետության կողմից վարվող հարկային քաղաքականության արդյունավետության բարձրացմանը, որովհետև իրական կյանքում լինում են դեպքեր, երբ քաղաքացիները օտարերկրյա կամ մեր հայրենակիցները օտարերկրներում գտնվող ֆիզիկապես հնարավորություն չեն ունենում Հայաստան գալու կամ լիազորված անձի միջոցով հանդես գալու, եւ ապագա բնակարանները, որոնք ցանկանում են ձեռք բերել, գործարքը չեն ձևակերպում, փաստաթղթավորում, թողնելով ապագային, երբ հնարավորություն կունենան գալ Հայաստան, այդ ժամանակ էլ ձևակերպումը կտան։ Եվ ըստ էության, քանի որ ապրանքի իրացումը տվյալ հաշվետու ժամանակահատվածում իրական ցանկության ժամանակահատվածում տեղի չի ունենում, հետեւաբար նաև հարկերը չեն գեներացվում եւ հարկերը ավելի ուշ են գեներացվում այն ժամանակ, երբ անձը ֆիզիկապես կարողանում է գալ Հայաստան կամ ներկայացուցիչ ապահովել, կնքել գործարք եւ գործարքի հիման վրա հաշվեգրվում են հարկեր, որոնք ենթակա են վճարման պետական բյուջե։ Այսինքն նախագիծը նպաստում է նաև պետական բյուջե մուտքագրվող հարկերի ժամանակին իրականացմանը։ Տեսեք, այդ հիպոթեկը ձեռք բերելը, տեսեք ինչ հարց կա, օրինակ կա մեր մոտ գնման իրավունքի ձեռք բերում, օրինակ նոր կառուցված շենքերում, կառուցվող շենքերում նախատեսվում էր, որ արդեն իսկ այդ գործարքները էլ նոտարում չանեն, հենց բանկեր անեն, քանի որ եթե չեմ սխալվում, հիմնավորումը ասում էր, որ բանկերը արդեն իսկ նույնականացում են կարողանում անել քաղաքացիների եւ այդ գործարքները գնում էր արդեն բանկային ոլորտի պատասխանատվության տակ, իրանք է խիստ վերահսկողության տակ են էլի գործում կենտրոնական բանկի եւ այլ մարմինների, բայց դրսից արդեն այդ գործարքներ, որ այլ երկրի քաղաքացիները անեն, այնտեղ նույնականացման հարց կա։ Օրինակ, եթե մեր այն պետությունից կարծում եմ, որտեղից որ կանեն գործարքը մեր այդ համակարգերի հետ նույնականացման բան կա, փոխգործարկելիություն կլինի կամ համապատասխան պայմանագրեր այդ երկրների մեջ, կարծում եմ հնարավոր կլինի։ Որտեղ տեսեք, մեր մոտ մեր նոտարները, մեր տարբեր պետական գերատեսչությունները նույնականացնում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնագրերը, որտեղ այնտեղ հատուկ բաներ կա, չէ, չափանիշներ կա, որոնցով կամ շտեմարաններ դվայնացված, հա։ Այդ խնդիրը էլի կարող լինի, բայց կարծում եմ, եթե միշտ պետական տարբեր համաձայնագրերով, եթե կարգավորվող է, հնարավոր է որ անեն այդպես։ Կադաստրի պետական կոմիտեի 2022 թվականի տվյալներով 6 ադրբեջանցի Հայաստանում ձեռք է բերել անշարժ գույք։ Հայաստանի օրենսդրությունը օտարերկրյա քաղաքացիների համար անշարժ գույք ձեռք բերելու որևէ սահմանափակում չի նախատեսում։ Ադրբեջանի քաղաքացիները, երբ որ Հայաստանի Հանրապետությունում գույք են ձեռք բերում, իրենք ունենում են ճամփորդական անձնագրեր։ Այսինքն որևէ այլ քաղաքացի չի գալիս իր այն անձնագրով Հայաստանի Հանրապետությունում այդ գույքը ձեռք բերում։ Ինքը մեզ մոտ ստանում է համապատասխան ճամփորդական անձնագիր, այդ ճամփորդական անձնագիրը ստանալու պրոցեդուրայի ընթացքում այդ բոլոր ձեր մտավախությունները փարատվում են, որովհետև եթե ունի ճամփորդական անձնագիր, դա նշանակում է, որ ամեն ինչ կոպիտ ասված տեղը տեղին է։ Եթե չեմ սխալվում, Ադրբեջանի քաղաքացիները, ովքեր որ ունեն Հայաստանի ճամփորդական անձնագիր, 5 կամ 6 հոգի են։ Հողային օրենսգրքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցողները չեն կարող հողի նկատմամբ ունենալ սեփականության իրավունք։ Նրանք կարող են միայն օգտագործել հողը։ Վերոնշյալ սահմանափակումները, սակայն, չեն տարածվում տնամերձ, այգեգործական, ինչպես նաև անհատական բնակելի տան, հասարակական եւ արտադրական օբյեկտների,
բազմաբնակարան բնակելի շենքի կառուցման եւ սպասարկման համար հատկացված հողամասերի վրա։ Իսկ ինչ եթե Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու նոր հնարավորությունից ցանկանան օգտվել նաև 300,000 այսպես կոչված փախստական ադրբեջանցիները։ Օրինակ լիքը ազգությամբ ադրբեջանցիներ Իրանից որպես տուրիստ են գալիս այդտեղ, էլի։ Չեմ կարծում էլի, որ ազգությամբ պայմանավորված կարան ինչ-որ խտրականություն դնեն մարդկանց դեմ, օրինակ նույն կերպ որոնք տուրիստների չթողնեին, էլի, կարծում եմ, ինձ տես նախադեպ չի հանդիպել անկեղծ, որ ազգությամբ ադրբեջանցի գա այստեղ գույք առնի, ես չեմ հանդիպել, բայց չգիտեմ, այդ ռիսկերը պետք է ամեն դեպքում հաշվի առնվեն, էլի։ Եթե ուղղակի մտավարժան ալիք, աստորեն լայն հնարավորություն է ստեղծվում նաև նրանց համար։ Դե եթե նրանց համար ստեղծվում է, մեր համար էլ է ստեղծվում։ Օրինակ մեր քաղաքացիները Թուրքիայում գույք են ձեռք բերում։ Այնտեղ ոչ մի խտրականություն չկա, չէ՞, դրած։ Մեր մոտ ես շատ եմ լսում ամուլում, ասում են, որ թուրքերն ստեղ գույք ձեռք բերեն, եւ պետքա փոխադարձ լինի, էլի, կարծում եմ, մենք էլ այնտեղ չկարողանանք գույք ձեռք բերենք։ Ինչ վերաբերում է այն հարցադրմանը, թե արդյոք ռիսկային չէ օտարերկրացուն, ապա այդ նույն օտարերկրացին կարող ֆիզիկապես էլ գա Հայաստան ու գործարքը անել։ Մեր հայրենական օրենսդրությունը որևէ արգելք չունի անշարժ գույքի ձեռքբերումը օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձանց կողմից։ Արգելք կա միայն հողամասի մասով, բայց կառուցվող գույքը, կառուցվող շենքից անշարժ գույք գնելու իրավունքի հետ կապված որևէ արգելք չկա, եւ մենք լինելով ներդրումների ներգրավման համար բաց հարթակ հանդիսացող երկիր, պետք է ողջունենք եւ հնարավորինս խրախուսենք ձևական վարչարությունը հնարավորինս պարզեցնենք, փորձելով ներգրավել ազգային եւ օտարերկրյա ներդրողների, այդ թվում Սփյուռքում գտնվող մեր հայրենիքների ներուժը Հայաստանում անշարժ գույք ձեռք բերելու ուղղությամբ։ Ադրբեջանի քաղաքացիների մասով չեմ կարծում, հետո իմ կարծիքով էլի հիմա միջավայրը նենց չի էլի, որ մարդիկ այդքան փող ծախսեն Հայաստանում գույք առնեն, իրանք ոնց որ մենք ենք իրենց այս պահին ընկալում, նույն կերպ էլ իրանք են ընկալում։ Օրինակ մենք դուք ենթադրենք կվճարեք կանխավճար 40% եւ Ադրբեջանում գույք ձեռք բերեք։ Ճակատագիրը մշուշոտ էր, չէ՞ լելու։ Հա, մշուշոտ չի։ Դե ինչքան, իրանք 1 միլիոն ԱԱՑ գործակալ չունեն իրաց մոտ։ 300,000։ Ենթադրություններով հա, կարելի է, բայց որպես գործիք, հրաշալի գործիք, եկեք այլ երկրի քաղաքացիներին դնենք մի կողմ, հաշվենք մեր Սփյուռքի հայրենակիցներին, որ իրանք հնարավորություն են ստանալու առնեն գույքեր։ Դե մենք պետք է շատ աշխատենք, շատ չարչարվենք, որ այլ երկրի քաղաքացիները մտադրություն ունենան մեր մոտ գույք առեն, ցանկացած նույնիսկ մի բնականը, որտեղ գույք են գնում, դա ներդրում է մեր տնտեսության մեջ։ Եվ դա ստիպում է այլ նոր քաղաքաշինական նախագծեր կառուցեն, եւ դա մուլտիպլիկատիվ էֆեկտ անում, որ մարդիկ շատանում։ Մեր հարևանները, վրացիները շատ լուրջ պետական մասշտաբով նույնիսկ իրենց անշարժ գույքի շուկան բրենդավորել են։ Նույն ազգությանը ինչ նախաչնդոտում, որ լիազորված անձի միջոցով հանդես գա Հայաստանում ձեռք բերի անշարժ գույք, որևէ ոչինչ։ Այսինքն չկա խանգարող որևէ հանգամանք, կամ ինքը անձամ գա Հայաստանում ձեռք բերի անշարժ գույք ֆիզիկապես, կամ լիազորագրի հիման վրա լիազորի որևէ սուբյեկտի իր անունից, իր անվամբ Հայաստանում ձեռք բերել անշարժ գույք։ Այս օրենքը ընդհանրապես հնարավորություն է տալիս պարզեցվել ավելի, որ այն տնտեսվարողներ են սուբյեկտներ, ովքեր չեն կարողանում մի դեպքում լիազորագրի հարց ապահովել, մի դեպքում ֆիզիկապես Հայաստան գալու հարց չեն կարողանում լուծել, կարողանան էլեկտրոնային նույնականացման միջոցով բանկի կամ վարկային կազմակերպության ներգրավմամբ եռակողմ հիպոթեկային պայմանագրեր կնքել կառուցապատողի հետ։ Իսկ ռիսկերն էլ գնահատում է բնականաբար վարկ տրամադրող սուբյեկտը։ Հարևան կամ տարածաշրջանի կամ այլ երկրների քաղաքացիները, որոնք չունեն մուտքի արգելք Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու, չկա մուտքի էմբարգո, ապա կարող են ցանկացած ժամանակ մուտք գործել ՀՀ տարածք, ունենալով ֆինանսական միջոցներ, վճարում կատարել կամ վարկային միջոցների ներգրավման վարկ ձևակերպել եւ ձեռք բերել անշարժ գույք։ Այսինքն ընդհանրապես ֆիզիկական ներկայության լինել կամ չլինելու հարցն է, սրանով օպցիա է ստեղծվում, որ առանց ֆիզիկական ներկայության իրացնեն իրենց իրավունքը։ Այսինքն եթե այդ ձեր ասած կանխավարկածով առաջնորդվենք, ապա որևէ տարբերություն չկա, ֆիզիկապես կգա թե կլիազոր ինչ-որ մեկի, թե օնլայն կանի այդ գործարքը։ Այսինքն ռիսկի տեսանկյունից տարբերություն չկա, եթե
ռիսկը ձեր պատկերացրած լինի, նաև ֆիզիկապես գալու եւ ֆիզիկապես գործարկանալու պարագայում է նույն ռիսկը լինելու։ Նույն այդ օրենքի մեկ այլ կտորով սահմանվում էր, որ հիպոթեքները արդեն բանկերը որ անեն գնման իրավունքների մասով բանկում են անելու, նոտարական գրասենյակ չեն այցելելու։ Գուցե այդ օրենքով կարելի է այս մեր բանկերի գործընկեր բանկերի միջոցով արվի արտասահման, չգիտեմ ուղղակի մեխանիզմը ոնց է, որ ռիսկերից ավելի կոնկրետ ասեմ, էլի ինչ ռիսկեր կան։ Կարող է այդ մեխանիզմները չկան այն երկրներում, որոնք մեր համար ռիսկային են։ Ինչի՞ է մենակ Ադրբեջանը։ Բանն էլ Աֆղանստանն էլ է ռիսկային երկիր, օրինակ հիմա, կամ Պակիստանն էլ է երկիր, նոր են ճանաչել մեր գոյության մասին, չէ՞, որպես պետություն։ Շատ երկրներ կան, որ կարան ռիսկային են։ Իմ կարծիքով դրանք հաշվարկվել են ու չեմ կարծում, որ աշխարհի բոլոր երկրներում դա հնարավոր կլինի։ Կարծում եմ երկրներում, որոնց հետ համագործակցության մեխանիզմներ կա։ Ուղղակի Պակիստանի հետ կա արդեն։ Դե, հա, Դիվանագիտական դե դեռ դիվանագիտական երկրներ կան, որ 30 տարի ունենք դիվանագիտական հարաբերություններ, բայց օրինակ ընդեղի դեսպանը կարող է մի քիչ լավ չի աշխատել այդքան տարիներ դեսպանատունը եւ ավելի քիչ համագործակցության օղակներ կան, քան այն երկրները, որոնց հետ 2 տարի ենք աշխատում ենթադրենք։ Առնվազն բանկի մոտ որևէ կասկած լինի, ապա բանկը անձի ինքնության մասով, հաշիվների կամ հոսքերի մասով, ապա ունի բավարար գործիքակազմեր դրամական միջոցների կամ ֆինանսական հոսքերի օրինականությունը պարզելու, փողի լվացման եւ ահաբեկչության դեմ պայքարի օրենսդրության շրջանակներում համապատասխան միջոցառումներ իրականացնելու, այսինքն այս ամեն ինչը մեր հայկական օրենսդրության բավարար եւ լավ մակարդակով կարգավորված են եւ սա լրացուցիչ որևէ նոր ռիսկ իր մեջ չի պարունակում։ Այսօր հայաստանյան շուկայում բազմաթիվ կառուցապատողներ իրականացնում են բրենդավորված քաղաքաշինական ծրագրեր եւ ողջունելի է, որ համաշխարհային բրենդերին, ինչպիսիք են օրինակ չգիտեմ Կեմպինսկին, Փուլմանը, Ակոր խմբի ընկերությունները եւ այսպես շարունակ, միջազգային բրենդ հանդիսացող ընկերությունները ցուցաբերում են հետաքրքրություն Հայաստանում կառուցվող քաղաքաշինական ծրագրերը բրենդավորելու եւ իրենց բրենդին համապատասխան կառուցումը ապահովելու համար։ Այդտեղ այդ շտեմարան կա նույնականացման անշարժ գույք արդեն իսկ 27 թվականից վաճառելու համար պետք է այդ շտեմանում նույնականացվեն բոլոր գույքերը եւ միջև չնույնականացվեն չեն կարող մարդիկ հայտնի հարթակներում կամ գործակալների միջոցով հայտարարություն տեղադրել կամ տալ վաճառքի։ Այդ մասով իհարկե շատ թեժ քննարկումներ ա եղել, ասեմ, ու դեռ շարունակվում է, մենք շատ ակտիվ ենք մեր համայնքը այդ առումով։ Օրենսդրական նախաձեռնության հեղինակները հայտարարում են, միաժամանակ քաղաքացիները կունենան ընտրության հնարավորություն, օգտագործել նոր թվային մեխանիզմը կամ անշարժ գույք ձեռք բերել նոտարական վավերացման ավանդական մեթոդով։ Որոշումը ազգային ժողովի տնտեսական մշտական հանձնաժողովի հերթական նիստին ստացել է դրական եզրակացություն։ Դժվար չէ հասկանալ, թե ինչպես կարձագանքի ազգային ժողովի մեծամասնությունը քվեարկության ժամանակ։